Երեկ թողարկվել է Մհեր Բաղդասարյանի և Արա Ղազարյանի «Օձի լեզու» հաղորդման հերթական մասը։ Այս անգամ նրանք խոսում էին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների մասին Գարեգին Բ-ի դեմ հակաեկեղեցական արշավի ու աղանդների մասին։ Թե Արան, թե Մհերը հաղորդումից հետո հայտնել են, որ բազմաթիվ սպառնալիքներով նամակներ ու քննադատություններ են ստանում իրենց հասցեին, հատկապես կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչների կողմից։ Մհերի և Արայի հրապարակումները ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Օձի լեզվի վերջին հրապարակումից հետո, վերջին թողարկումից հետո կոմենտները և Instagram-ում և YouTube-ում չափազանց ակտիվ են հայ առաքելական եկեղեցու խոհեմ և վերլուծելու ունակ մեր հայրենակիցները և իհարկե աղանդավորական կառույցների ագրեսիվ մարդիկ, ովքեր թիրախավորում են մեզ և ամենատարբեր հրապարակումներ են անում, ամենատարբեր սպառնալիքներով ինչ-որ մեսիջներ են գրում և այլն։ Դրանից իրականությունը չի փոխվում։ Հայ առաքելական եկեղեցուց շեղված ցանկացած նմանատիպ կառույց դա աղանդ է։ Եվ բնականաբար իհարկե աղանդներն ունեն քայքայիչ բնույթ, հատկապես մեր նման փոքր երկրի համար, ով օրհասական նմանատիպ իրավիճակում է գտնվում։ Բայց մեր ասելիքը ամենևին էլ աղանդների մասին չէր, մեր ասելիքը Նիկոլ Փաշինյանի և հայ առաքելական եկեղեցու նմանատիպ ագրեսիա կար նաև տետատետի թողարկումներից մեկի ընթացքում Անժելա Սարգսյանի մասին, քիչ առաջ նայեցի ավելի քան 2500 մեկնաբանություն կա մենակ այդ տեսանյութի տակ։ Ու այն ժամանակ հայ առաքելական եկեղեցու հետևորդներն առավել սփորթիվ էին, առավել աջակցող էին և առավել ակտիվ էին։ Հիմա առավել ակտիվ են աղանդավորական կառույցի մասնակիցները կոմենտներում։ Ուզում եմ հասկանալ վերջին տարիների ընթացքում ինչ է փոխվել մեր երկրում, ինչու է թիրախավորվում հայ առաքելական եկեղեցին, ինչու է նորմալ դառնում աննորմալը, ինչու ենք մենք այդքան հեշտ զիջում մեր դիրքերը, այն էլ մեր նման օրհասական վիճակում գտնվող ժողովուրդը։ Ողջույն, երեկ Օձի լեզվի նոր թողարկում տեղադրվեց YouTube-ում և այն հիմնականում նվիրված էր վարչապետի և կաթողիկոսի տեղափարի միջև ծագած խայտառակ հակամարտությանը, որից հետո բավական ակտիվացան աղանդավորները, հիմնականում կյանքի խոսքի եկեղեցու այդ աղանդի հետևորդները ու մեծ անդադ ինչ-որ սպառնալիքներով նամակներ են գրում, հեյթ սպիչեր են անում, ատելության խոսք են ցպնում, չնայած իրանք այդքան հավատացյալ են և աստվածավախ են։ Ինչ եմ ուզում ասել, եթե այդքան ակտիվ լինեին հավատացյալ հայերը, առաքելական եկեղեցու հետևորդները, այսօր չէինք լինի այն քաքի մեջ, որ կանք։ Նայում եմ նրանց ակտիվությանը ու նախանձում։ Այս ամբողջ բազարում ամենամազարներն է, որ կյանքի խոսքի հետևորդները գրում են ու հրաշարվում են Նիկոլ Փաշինյանից ու ասում են ինքը կապ չունի մեր եկեղեցու հետ, այստեղից հետևություն, որ Նիկոլ Փաշինյանը այնքան վատն է, որ անգամ կյանքի խոսքի հետևորդներն են նրանից հրաժարվում և խուսափում են նրա ներկայությունից, այսինքն ինքը չարիք է, անգամ կյանքի խոսքի համար, չարիքի համար չարիք է, որովհետև իմ համար չարիքը նաև կյանքի խոսքը։ Իմ կարծիքով Հայաստանում պետք է արգելվեն բոլոր տեսակի աղանդները։ Իմ կարծիքով այս հարցում պետք է տոլերանտություն չլինի։ Իմ կարծիքով ես շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ աղանդները քայքայիչ հետևանք են թողնում մեր ազգի համար։ Եվ բոլոր այն խոսքերը, բոլոր այն մտքերը, որ ես արտահայտել եմ Օձի լեզվում, դրանց մնում եմ հավատալ։ Զրույցի ժամանակ էլ Մհեր Բաղդասարյանը խոսել էր անձնական մի քանի թեմաների մասին ու արել մի շարք բացահայտումներ։ Անդրադառնալով հարցին արդյոք հիմա պատրաստ են տանիք կազմելու, Մհերը նշել էր. Հիմա ավելի հաճախ եմ մտածում այդ մասին, բայց հիմա ավելի պատրաստ չեմ, քան մի քանի տարի առաջ, որովհետև հիմա ավելի խելացի եմ նայում այդ ամենին։ Ես հասկանում եմ, որ անպայման ցանկացած դեպքում մարդ պիտի լույս աշխարհ բերի երեխա և գիտակցված ընտանիք կազմի։ Ես կարծում եմ, որ երեխան պետք է ծնվի սիրո արդյունքում և սիրող ընտանիքում, որպեսզի դու այդ երեխայի նկատմամբ մեղք գործած չլինես։
Ես հույս ունեմ ու որոշ դեպքում վստահ եմ, որ դա տեղի կունենա իմ կյանքում։ Ես դեռ ընդամենը 35-36 տարեկան եմ, մինչև 40 ինձ ժամանակ եմ տալիս։ Չեմ ուզում երեխաս գնա դպրոց, ես լինեմ լրիվ սպիտակ մազերով պապիկ։ Միայն սիրահարվածությունը, միայն այդ հեղեղուկ էմոցիան չի կարող ջրել այդ ծառը։ Առաջին հերթին պետք է լինի համատեղելիություն, հետո վստահություն մարդու նկատմամբ։ Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին պատմելիս էլ Մհերը նշել էր. «Մենք երկուսս երջանիկ ենք ու երջանիկ ենք միասին։ Մարդիկ ունեն անձնական կյանքի գաղտնիության իրավունք եւ միևնույն ժամանակ հանրային մարդ են ու տարբեր առիթներով պիտի հանրության համար տեսանելի լինի ինչ-որ իրավիճակներ։ Ուղղակի հանգիստ եղեք։ Մենք երկուսս երջանիկ ենք ու փառք Աստծո միասին ենք հիմա երջանիկ։ Մենք հրապարակում ենք ցանկացած լուսանկար, վիդեո, երբ դա զգում ենք, երբ երջանիկ ենք ու ուզում ենք այդ երջանկությամբ կիսվել։ Դրա տակ չկա որևէ թաքնված մի բան կամ հնար»։ Տարիներ առաջ Մհերը հարցազրույց էր արել Անի Երանյանի ու Մովսես Երեմյանի հետ ու անդրադառնալով այդ թեմային ասել էր. «Սցենարով գրված կինո, որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ 12 տարի առաջվա թեման կարող էր հիմիկվա թեմայի հետ առնչվել, բայց այն ժամանակ դա շատ երեխայական թեմա էր եւ իրենց համար եւ ինձ համար։ Անիին առաջին անգամ տեսել եմ Ֆայնայի ատելյեում ու շատ տարօրինակ միախառնված էմոցիաներ ունեի։ Հետաքրքրվածություն կար, բայց պիտի անկեղծ լինեմ։ Այդ քիմիան առաջացել է պատահական ու ժամանակի ընթացքում»։ Հիշեցնենք նաև, որ Մհերի ու Անիի սիրավեպի մասին լուրերը սկսվեցին իրենց ռեալիթի շոուից հետո, որի հիմքում նրանք դրել էին իրենց հարաբերությունները։ Ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանի առաջին էպիզոդում Անին համաձայնել էր հարաբերություններ սկսել Մհերի հետ։ Այդ շրջանում թվում էր ամեն բան լավ է, զույգն էլ իրար լավ է հասկանում։ Ինստագրամյան էջում էլ Անին ու Մհերը դարձան ամենասիրելի զույգերից մեկը, սակայն էպիզոդներից մեկում Մհերը խոստովանեց, որ Անիին խաբել է ու հանդիպել այլ աղջկա հետ։ Այս էպիզոդից հետո Անին դադար խնդրեց ու ամիսներ շարունակ էր, ինչ նոր էպիզոդ չկար։ Զույգն էլ համատեղ հրապարակումներ չեն անում։ Նրանց երկուսի հրապարակումները խիստ աշխատանքային էին։ Այդ շրջանում Մհերը հաճախ էր լինում Հայաստանում, այստեղ նկարահանելով իր տետ-ա-տետ հաղորդումը, դե իսկ Անին զբաղված էր նոր նախագծի նկարահանումներով։ Սակայն որոշ ժամանակ անց Մհերը կոտրել էր այս դադարը Անիի հետ համատեղ լուսանկարով կիսվելով ինստագրամյան իր էջի սթորի բաժնում։ Բայց այդ ժամանակ տպավորություն էր, թե Անին դեռ նեղացած է, քանի որ նա այդ սթորիով իր էջում այդպես էլ չէր կիսվել, ավելին այլ հրապարակումներ էր արել հենց դրանից հետո։ Ինստագրամյան իր էջում կազմակերպված հարցուպատասխանների ժամանակ էլ նշել էր, որ իրենք շոուն ավարտին կհասցնեն եւ այն կրկին կվերսկսվի։ «Ես ինձ գիտեմ» հաղորդաշարի ընթացքում էլ Մհերը խոսելով Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին պատմել էր, որ չի խոսում նրա հետ եւ իրենք այլևս ընկերներ չեն։ Իդեպ հենց այդ հաղորդման ժամանակ լրագրողը եւս մի բացահայտում էր արել։ Որպես ամոթալի պատմություն Մհերը մի դեպք էր հիշել, երբ ինքը ընդամենը 23 տարեկանում Լոս Անջելեսի ակումբներից մեկում հանդիպել է աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոին եւ ցանկացել է լուսանկարվել նրա հետ։ Վերջինս էլ մերժել է, իսկ անվտանգության աշխատակիցները Մհերի խոսքով ոլորել են ձեռքերն ու դուրս հանել։ Սակայն արդեն հիմա զույգը չի խուսափում համատեղ հրապարակումներից ու նման հրապարակումներով հաճախ է ուրախացնում հետևորդներին։ Դրանցից մի քանիսն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։